Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային եւ ռազմավարական բնույթի հարցեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է գերիներին հարցին, նշելով այս պահին կհաստատված 23 գերի։ Վերադառնալու են բոլորը, որոնք երևարվել են կամ հայտնվել այնտեղի բանտերում։ Մեր իշխանությունն ամեն ինչ արել եւ անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան, նշել է նա։ Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիժման աշխատանքներ, նրանց ինտենսիվ եւ համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։ Գարեգին II կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով։ Ժողովին քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգեվորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը։ Եպիսկոպոսած դատապարտելի է նկատել սույն երևույթը, արձագանքելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Թայլանդի հարավային 10 նահանգ տուժել է ռեկորդային ջրհեղեղներից, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ։ Բիզնես կենտրոն համարվող Հաթթայ քաղաքում տեղացել են 300 տարվա ամենաուժեղ տեղումները։ Աղետի գոտում գտնվող ավելի քան 2 միլիոն մարդուց միայն 13,000-ն է տեղափոխվել ապաստարաններ, իսկ մեծ մասը մնում է կտրված եւ անօգնական։ UFC երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Դանիել Կորմիեն վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլա Թոպուրյայի ամենավտանգավոր մրցակիցն է։ Ըստ նրա Ծառուկյանի մարտավոճը առավելագույնս մոտ է լեգենդար Իսլամ Մախաչևի ոճին, ինչը նրան դարձնում է չափազանց անհարմար մրցակից Տոպուրյայի համար։